Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Վկանտակցիում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Վկանտակցիում ենք։ Ալո։ Բարև ձեզ, ես Արտակի հարազատներից եմ։ Ուղղակի հիմա քաղաքում չեմ կարող գալ, բայց ուզում եի իր վիճակի մասին տեղեկություն իմանալ, կասեք։ Այն Արտակի, որ ընկած են գտել ու բերել հիվանդանոց։ Ցավում եմ, բայց Արտակը մահացավ։ Ոնց մահացել է։ Բայց ես զանգել եմ, իմացա, որ վիճակը ծանր է, բայց Վիճակը կտրուկ վատացել է։ Ստացած վնասվածքը կյանքի հետ անհամատեղելի էր։ Բժիշկն ամեն բան արեց, բայց ես կորած եմ։ Ես ինչ արեցի, ես կորած եմ։ Վատ բան ա եղել։ Հա, շատ վատ, բայց ամեն դեպքում որոշեցի քեզ տեղյակ պահեմ, Դավիթ ջան։ Բայց ես ամեն ինչի մասին նաև պիտի Մարիային էլ ասեմ, Դավիթ ջան, որովհետև իր աշխատանքի հետ է կապված։ Առաջինը քեզ զանգահարեցի, որովհետև ասել էիր, որ ինչ-որ մի բան այն չի։ Ասա թող իմանա։ Լավ։ Ինչ է եղել, Ռաֆ։ Ինչ ես քեզ այսքան տարօրինակ պահում։ Խոսի տղա ջան։ Մամա հանգիստ թողելի։ Դու հասկանում ես, որ նույնիսկ հիվանդանոցում ես դու քեզ վատ պահում։ Անընդհատ խառն ես, ինչ ես արել։ Ինչ է եղել, խոսի։ Մամ կլինի ինձ հանգիստ թողես։ Պապան որ զանգել էր, անընդհատ քո անունն էր տալիս, Ռաֆ։ Ինչ ես ասել, ինչ ես արել։ Մամա ոչ մի բան չեմ արել։ Պապայի մասին եմ շատ մտածում, դրա համար սենց անհանգիստ եմ։ Ռաֆ, ում ես խաբում, մինչև հիվանդանոց ընկնելը դու արդեն ես վիճակում էիր։ Ում ես խաբում։ Եթե հարցը այդ Մարիանն է, ուրեմն դու հիմար ես, տղա ջան, հիմար, որովհետև դու քեզ պետք է ուրիշ կերպ պահես, հասկանում ես, ինքը պետք է հասկանա, որ սխալ ընտրություն է կատարել։ Մամ, հենց այտենց էլ անում եմ։ Լուրջ, դու այդպիսի բան չես անում։ Կյանքդ կործանելով այդպիսի բան չես անում։ Դու պետք է քեզ ուրիշ կերպ պահես, ցկտես ավելին, լավը դառնաս, Ռաֆ։ Լավ, մամ, ինչ հայքյատներ ես պատմում։ Մի հատ էլ տունտունիկ չխաղամ։ Ռաֆ։ Մամա, էլ այդ աղջկանունը իմ մոտ չտաս։ Ինքը իմ թշնամին է, ու իմ թշնամիները բոլորը պատասխան են տալու։ Ու շատ վատ վիճակում են հայտնվելու, ոնց որ ով։ Ռաֆ, խոսի։ Այրի, պապիս պապն էլ ուներ ուրիշ ընտանիք։
Պապը։ Նայել ես ուրիշ։ Հայրիկ, ուրիշ ընտանիք շատ կա։ Դավիթ ինչ-որ բան է եղել։ Չէ, նորմալ է։ Հայրիկ, Ինձ թված մտքերով ես, չես ուզում ֆիլմը նայենք։ անում եմ այն, Դու նայ, Մարիա։ Դու անում ես այն, ինչ որ անում ես։ Ես պիտի մարտավար խոսես։ Հա, Սվետա ջան։ Մարիա, հուսով եմ չեմ խանգարում։ Չէ, ասա, ինչ ա եղել։ Մարիա Արտակն ա մահացել, Սոֆիայի երկրորդ ամուսինը։ Ինչ։ Երբ ա եղել։ Այսօր ասեցին, որ սպանել են։ Ընկնելու արդյունքում ա մահացել։ Հավանաբար ինչ-որ մեկը հրել ա, որովհետև բռնության հետքեր են հայտնաբերել։ Լավ, շնորհակալ եմ տեղեկացնելու համար։ Դավիթ Արտակին են սպանել։ Սպանել։ Հա։ Ու ինչի այն մտքով անցնում, որ այդ նվերն է արել։ Սոֆիայի առաջին ամուսինը։ Այս պահին մենակ իրան էր դա պետք։ Իրանք իրար հետ խնդիրներ ունեին։ Աշոտ ուշքի է եկել։ Վայ, ես լավ բան ասացիք, բժիշկ ջան։ Բա հիմա ո՞նց է իրան զգում։ Թույլ է, բայց վտանգը անցել է։ Մենք հենց սրան էլ սպասում էինք։ Այսինքն էլ վիրահատության կարիք չկա։ Դեռ չեմ կարող ասել։ Իսկ կարող ենք տեսնել։ Այո, բայց բոլորի չեմ կարող թույլ տալ։ Միայն մի հոգի։ Կլինի ես մտնեմ պապայիս մոտ, մենակ ինձ տեսնելու չի բարկանա։ Կլինի։ Կլինի, գնա։ Հիմա բուժքույրը անալիզ է վերցնում։ 5 րոպե սպասեք, թող դուրս գա, կմտնեք։ Եթե Արտակին նվերն է սպանել, ուրեմն իր վիճակը ավելի է վատանալու։ Ու արդյունքում մենակ այդ երեխեն ա տուժում։ Ես էս ինչ արեցի։ Այս ամբողջը իմ մեղքով է։ Մարիա, քեզ մի մեղադրի։ Ինչու ես դու մեղավոր, որ երկու հասուն մարդ իրար չեն հասկացել, հա? Ամեն ինչի ես տենց վստահ, որ նվերն է։ Արտակը նենց տիպ էր, որ հազարը թշնամի կարար ունենար։ Դավիթ, այս ամենը իմ սխալի արդյունքն է։ Եթե ես ավելի շուտ գլխի ընկնեի, որ պետք է Սոֆիային չօգնեմ, այս ամենը չէր կատարվի։ Այս ողբերգությունը չէր լինի։ Հիմա էլ Արտակը չկա, ուրեմն Սոֆիային երեխան էլ պետք չի։ Ինչ է լինելու երեխու հետ։ Երեխան մանկատուն է ընկնելու, իսկ նվերը բանտ։ Դավիթ, այդ երեխան մի վայրկյանում համ հորն է կորցնում, համ էլ չստացված մորը։ Մարիա, հանգստացի խնդրում եմ։ Դեռ ոչ մի բան պարզ չի, մի քեզ մեղադրի։ Դավիթ, ինձ տուն կտանես։ Ես պետք է հետագա անելիքներս հասկանամ։ Կտանեմ։ Բայց խոստացի, որ չես սկսելու նորից քեզ անիմաստ մեղադրել։ Կփորձեմ։ Ես արդեն կարող եմ մտնել պապայիս մոտ։ Բժիշկը ասաց, որ կարելի է։ Հիվանդն ինձ ասաց, որ ոչ մեկին տեսնելու ցանկություն չունի ու խնդրեց, որ իր մոտ մարդ չթողնեմ։ Չհասկացա։ Մի րոպե ոնց։ Բայց ասեք, որ իր աղջիկն է ուզում իրան տեսնել, Լիլիթը։ Ես պարտավոր եմ հարգել հիվանդի որոշումը։ Հանգստացի բալես։
Պապան երևի չի ուզում այս վիճակում ոչ մեկին տեսնի։ Կկազդուրվի կտեսնես անպայման։ Չէ, Ռուբեն հոպար։ Պապան հաստատ մեզանից նեղացած է։ Լիլիթ։ Ինչ է կատարվում ալա։ Ինչ է կատարվում Ռուբեն ջան, ես ինչ իմանամ։ Ես էլ չգիտեմ ինչ է կատարվում։ Ալա, խոսքս Աշոտի այս պահվածքի մասին է, ոչ թե ներկապայի։ Ռուբեն, չգիտեմ։ Ինչ ես զանգել։ Իմացա կատարվածի մասին, ցավում եմ։ Այս ամեն ինչի մեջ դու նվերն եք մեղավոր։ Եթե դուք չլինեիք, հիմա Արտակը կենթանի կլիներ։ Ինչ գիտես, որ նվերն է սպանել։ Վստահ եմ, ավելի քան վստահ եմ, որ նվերն է դա արել։ Արի չմոռանանք, որ դու հիմա քո երեխու հոր մասին ես խոսում, լավ։ Իմ երեխայի հայրը մարդասպան է, ու դու նրան օգնեցիր։ Ես ամեն ինչ անելու եմ, որ ինքը փտի բանտում ու երբեք մաքուրոտ չզգա։ Դեռ ոչ մի բան պարզ չի։ Ու եսի տարբերություն քեզ չեմ մտածում, որ դա նվերն է արել։ Դու նվերին լավ չես ճանաչում։ Ինքը ընդունակ է ամեն ինչի։ Ու մոռացի ես համարը։ Դու իմ տունը քանդեցիր ու վերջակետը դրեցիր, Մարիա։ Շնորհավորում եմ։ Ես ինչ եմ անելու։ Մտածի Ռաֆ, մտածի ինչ ես անելու։ Մարիա ջան, չեմ խանգարի։ Չէ, մամ ջան, ասա, պետք է աշխատանքի գնամ։ Խնդրում եմ քեզ 2 րոպե ինձ կտրամադրես, ուղղակի մի փոքր անհանգիստ եմ։ Ինչ է եղել, ինչի համար ես անհանգիստ։ Մարիա, ես լսել եմ քո պապայիդ խոսակցությունը։ Ու հասկացել եմ, որ դու ուզում ես ներես Օֆելիային ու ընդունես։ Խնդրում եմ քեզ մի մտածի։ Եթե դու այդպես ճիշտ ես գտնում, ուրեմն այդպես էլ արա։ Մամ, խնդրում եմ քեզ մի ընդհատի ինձ ու միջև վերջ լսի։ Մարիա, դու ինձ համար շատ կարևոր մարդ ես։ Ու ամենաշատը ես քո մասին եմ մտածում։ Նույնիսկ ինձանից շատ։ Այն օրը, որ դու առաջի անգամ մեր տուն ես եկել, դու ինձ համար շատ հարազատ մարդ ես դարձել։ Ես քեզ իմ հարազատի նման եմ վերաբերվել։ Ես քեզ մեծացրել եմ։ Ես քեզ շատ եմ սիրել ու հիմա էլ եմ շատ սիրում, Մարիա։ Ու ես այն մտքի հետ չեմ հաշտվել, որ դու մանկատանն ես եղել։ Հա, ու որոշել եմ քեզ հետ բերեմ, որովհետև դու այնտեղ մենակ էիր, ու ես չէի կարող այդպես ապրեի, Մարիա։ Հա, մեր մեջ շատ խնդիրներ են եղել։ Ու ես քեզ չափից շատ եմ նեղացրել։ Խնդրում եմ քեզ, Մարիա, որպես քո մայր։ Խնդրում եմ քեզ ների ինձ ու հասկացի ինձ։ Ես քեզ շատ եմ սիրում։ Ու ես չեմ ուզում քեզ կորցնեմ, Մարիա, չեմ ուզում, որովհետև դու իմ Մարիան ես։ Միլացի, բալես, միլացի, հանգստացի։ Մամ, հասկանում ես, պապան նույնիսկ ինձ չուզեցավ տեսնի, նույնիսկ ինձ։ Դե ոչինչ, բալես, այդ իրավիճակից է երևի։ Այնքան կուզենայի սա ուղղակի երազ լիներ։
որ դու քո սովորության համաձայն առավոտյան գայիր ու ինձ արթնացնեիր, ասեիր, որ ուշանում եմ դասից։ Որ ջղայնանայիր իմ վրա, կռվեինք։ Այն ժամանակ մտածում էի, որ դուք ինձ չեք հասկանում։ Բայց հիմա այնքան եմ ուզում այդ օրերը հետ բերեմ։ Մարիա, ես չգիտեմ, թե իմ հետ ինչ կլինի, եթե դու ներես Օֆելիային ու ընդունես։ Բայց ես նաև չեմ ուզում քո ճանապարհին կանգնեմ։ Ես արդեն սովոր եմ, որովհետև ճակատագիրը միշտ ինձանից խլում է իմ ամենակարևորներին։ Ու ես էլ շրջապատի մեջ չեմ փնտրում այդ սխալը։ Միգուցե իմ մեջ է այդ սխալը։ Դու իմ ամենակարևորներից ես։ Ու երբ ես ինձ երջանիկ եմ զգում, ու մեր մեջ արդեն ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չկա, ճակատագիրը որոշում է, որ ամեն ինչ պետք է փոխվի։ Ես չեմ ուզում քեզ կորցնեմ, Մարիա։ Մամ, խնդրում եմ, այդպես մի ասա։ Ես քեզ կորցնում եմ այն ժամանակ, երբ մեր մեջ ամեն ինչ հարթ է, երբ ես ինձ երջանիկ եմ զգում։ Քեզ խլում են ինձանից, Մարիա, խլում են։ Մամ, ինձ ոչ ոք քեզնից չի կարող խլել, լսում ես, ոչ ոք, ես միշտ քո կողքին եմ լինելու։ Գնում ես արդեն։ Հա, գործս շատ կարևոր է, խոստանում եմ, որ շատ շուտ հետ կգամ։ Չնեղվես, լավ, չմտածես։ Ես տունն ես բալես, ես էլ գիտեմ դեռ չես եկել։ Պլանները փոխվեցին, պապ, Արտակին են սպանել, են տողուն ու մեքենայի համար Դավիթին էին բռնել։ Այ քեզ բան։ Հիմա ես գաղափար չունեմ, թե այս գործը ինչ ընթացք է ստանալու։ Ես ոնց ամեն ինչ թարսվել։ Աշոտն էլ հիվանդանոցում։ Ինչ ա եղել Աշոտ հոպարին։ Գիշերը տուն էր գալիս, ճանապարհին սիրտն ա վատացել, ավտոն ա խփել։ Ոնց ա հիմա։ Հուսով եմ ամեն ինչ կկարգավորվի։ Ես էլ հետ եկա, որովհետև նոնան ա վատ։ Հիմա ոնց ա։ Լավ ա, արդեն խոսել եմ հետը։ Պապ, բայց ես էլ եմ ուզում քո հետ հիվանդանոց գալ։ Չէ, դա բացառվում է։ Ու դու գիտես ինչի։ Որովհետև Ռաֆն է այնտեղ, իսկ ես չեմ ուզում, որ դուք իրար հանդիպեք։ Բայց Ոչ մի բայց, Մարիա։ Հիմա ինչ ես անելու։ Դե պետքա գնամ հասկանամ, թե այս գործը ինչ ընթացք է ստանում, ուր են հասել, ում են կասկածում։ Որ մի բան լինի, անպայման քեզ տեղյակ կպահեմ։ Առանց ինձ տեղյակ պահելու ոչ մի քայլ, Մարիա։ Անպայման։ Հա, Դավիթ։ Ոնց ես։ Նորմալ, դու ասա։ Իմ լավ լինելը քեզնից է կախված, Մարիա։ Զանգել եմ իմանամ հոնորից անիմաստ քեզ մեղքի տակ չես գցելու լացում։ Լավ եմ։ Մի քանի փաստաթուղթ կա։ Արագ վերցրեցի, մնացածը պապան ասաց միասին կնայենք։ Հիմա Սվետայի մոտ եմ գնում։ Կապի մեջ կլինես, կզանգես, կգրես։ Աշոտ հոպարն է հիվանդանոցում, Ռաֆի պապան։ Սիրտը վատացել է ու վթարի է ենթարկվել։ Հուսով եմ հիվանդանոց չես գնում։ Չէ, բայց սիրտս անհանգիստ է։ Լավ, հասնես զանգի իմանամ։ Լավ։ Հիվանդանոցում էիր։ Հա, ինչ գիտես։ Նոր Մարիայի հետ էի խոսում։ Հերիք չի վատ է այդ մարդը, նոր ճանապարհին Լիլիթը զանգեց, ասաց չի էլ ուզել տեսնի ընտանիքի անդամներից որևէ մեկին։ Ինչի։ Չգիտեմ։ Հիմա Լիլիթը շատ ծանր է տանում այդ ամենը։
Զանգում եմ նվերին չի պատասխանում։ Սոֆյան վստահ է, որ նվերն է արել ու հիմա բոլորին այդպես կասի։ Արդեն ասել եմ։ Ոնց։ Հա, նոր իմացա։ Նվերին հարցաքննում են։ Սվետա, խնդրում եմ ամեն ինչ արա, մի հատ իմացի է, հասկացի ինչ է կատարվում։ Լավ։ Ձեր հայրը ցանկանում է ձեզ տեսնել։ Գնա Ռաֆ։ Կարող է Լիլիթը գնա։ Այդ հա քեզ ուզում տեսնի, դու պիտի գնաս։ Մամ ճիշտ է ասում։ Կարող է ամեն դեպքում ես մտնեմ պապայի մոտ, Ռաֆին տեսնի ավելի կվատանա։ Ես ինչ ես անում այդ տղա։ Լավ ես, պապ։ Պապ, լավ ես, չէ արդեն։ Հա, լավ եմ բալես։ Ախպերը տուրա։ Ստեղ է, պապ ջան։ Ես կռիվ արեցի, որ առաջինը ես մտնեմ քո մոտ։ Ես չէի թողնի ինձից առաջ ոչ մեկ մտներ քո մոտ։ Տղա ջան, ինչ ես անում, քո հետ եմ խոսում, պատասխանի։ Էս ոնց ես քեզ պահում։ Ռավ, դու հասկանում ես, հերդ քո դարդից թողեց գնաց, հետո քո համար էլ հետ էր գալիս։ Ու անընդհատ քո մասին էր մտածում, քո մասին էր հարցեր տալիս, հիմա ուզում է քեզ տեսնի, դու խուսափում ես։ Դու ասում ես թող Լիլիթը գնա։ Ուրեմն մի բան արել ես, Ռաֆ։ Ինչ ես արել, ասա ինձ։ Արդեն դու ես իմ դեմ, մամ, հա։ Այ տղա ջան, հերդ մայից ա փրկվել, այստեղ ինչ կապ ունի ով ումա դեմ։ Ռաֆ, խոսի։ Աստորան ախպերը չուզեցավ մոտս գա։ Չէ, պապ ջան, ասում ես եմ կռիվ արել, որ առաջինը ես մտնեմ քո մոտ։ Ես շատ լավ ամեն ինչ հասկանում եմ, բալես։ Ասա թող գա։ Լավ, պապ ջան։ Հիմա ասա թող գա։ Խոսելու։ Մամա, ես քեզ բան չունեմ ասելու։ Ռաֆ պապան ուզում է քեզ տեսնի։ Գնա։ Ոնց ես, պապ։ Իսկ քեզ իրոք հետաքրքրում է, թե ես ոնց եմ։ Եթե համարձակություն չունեիր, քրոջ դուղարկեցիր, որ գա հա մոտս։ Պապ, չէի ուզում, որ նեղվես կամ ջղայնանաս, ու հիմա էլ չեմ ուզում, որովհետև վիճակդ լավ չի։ Ես ինչ արեցիր դու մեր հետ, Ռաֆ։ Ինչ արեցիր, տղա ջան։ Կյանքներս քանդեցիր, հողին հավասարեցրիր։
Մենք հիմա ոնց ենք այս ամեն ինչի տակից դուրս գալու։ Ես հազիվ հանգստացել էի։ Խելքս գլուխս էի հավաքել, ասեցի կգամ ու զրոյից ամեն ինչ նորից կսկսեմ։ Այս դե չէ, ես դրա իրավունքը չունեմ։ Դու չես թողի, չէ՞ որ այդպես լինի, Ռավ։ Պապ, ես չկարողացա քեզ ներել, որ մեքենան կոտրեցիր ու մեղքը գցեցիր ուրիշի վրա, Ռավ։ Քեզ թվում է քո մարդ սպանելն եմ կուլ տալու։ Ինչ արեցիր դու մեր հետ։ Ես հիմա ոնց եմ մարդկանց աչքերի մեջ նայելու։ Իմ տղեն մարդ հասպանա։ Ոնց եմ ապրելու։ Պապ, ոչ ոք չգիտի, որ ես եմ իրան սպանել։ Ինքը մի անգամից չի մահացել, տարել են հիվանդանոց ու ինչ, Ռավ։ Դու մարդ ես սպանել։ Որ ոչ ոք չգիտի, դու քեզ դրանով մխիթարում ես, հա։ Լսի, դու ունես բան ես արել, որ ես գլուխս որ պատին էլ խփել չեմ կարողանալու քեզ փրկեմ, հասկանում ես։ Ես ոնց եմ ապրելու։ Ես էլ գլուխս բարձր չեմ կարա մտնեմ այդ շենքը, Ռավ։ Ես ինչ արեցիր դու մեր հետ։ Ես ոնց եմ կրելու այդ ուսադիրները, ոնց եմ ապրելու։ Պապ։ Ում է սպանել։ Խոսարավ ում է սպանել։ Այդ նույն մարդն էր, պապ, այդ մեքենայի տերը։ Ինչի համար։ Ինչի։ Պապ, ես այս անգամ չեմ խնդրելու, որ ինձ օգնես կամ փրկես։ Արա նենց ոնց որ օրենքն է պահանջում։ Եթե ուզում ես հենց հիմա էլ կարամ Ռուբենին կանչեմ ու ամեն ինչ պատմես, համ դու կհանգստանաս, համ էլ բոլորի առաջ քեզ մեղավոր չես զգա։ Այդ պատասխանատվությունը իմ վրա ես գցում, հա։ Պապ, ես մարդ եմ սպանել։ Ու պետքա պատասխան տամ դրա համար։ Պետքա պատժվեմ։ Ձեռնարկի այդ պատիժը, պապ։ Կարևորը նվերին բաց են թողել։ Ես կխոսեմ հետը։ Խոսիր, բայց ինքը ալիբի ունի։ 2 օր քաղաքում չի եղել։ Երբ որ զանգահարել են, Երևանում էլ չի եղել։ Նոր եկել է։ Այդ շատ լավ է։ Հա, բայց ամեն դեպքում Սոֆյան պնդելու է, որ նվերն է։ Գիտեմ, բայց վստահ եմ, որ անիմաստ է հետը խոսելը։ Հաստատ ինձ չի լսելու։ Մարիա, մի բան եմ ուզում հարցնեմ։ Ասա։ Մենակ խնդրում եմ, չանհանգստանաս, չնեղվես։ Լավ, ուղղակի ուզում եմ հարցնեմ։ Ճիշտ ասած, ինձ թվում էր քո մտքով էլ դա կանցնի, բայց ոնց որ մոռացել ես։ Ինչը։ Ինչ է եղել։ Քեզ լսում ես, տղա ջան։ Հա, պապ, լսում եմ։ Ես ասել մարդ չեմ, որ մենակ իմ մասին մտածեմ, ես մեղավոր եմ ու պատրաստ եմ իմ մեղքը ընդունել։ Այդ չէր քո ուզածը։ Դու ինչ ես հասկանում։ Ռավ, դու ծնող չես, չգիտես այդ ինչ է, բայց մի բան լավ իմացի։ Լավ ծնող լինելը շատ բարդ բան է։ Մանավանդ երբ նժարի մի կողմում քո տղեն է ու դու պետք է ընտրություն անես։ Ես հիմա ոնց եմ անելու։ Ոնց եմ քեզ
Իմ ձեռքով բանտ նստացնելու Ռաֆ։ Դու գոնե գիտակցում ես ինչ օրն ես ինձ գցում։ Լավ ասենք թե ոչ ոք քեզ չի տեսել։ Բայց դու գիտես չէ, մենք գիտենք չէ, որ դու ես սպանել այդ մարդուն Ռաֆ։ Ոնց ենք ապրելու այդ մեղքը մեր ուսերին, ոնց։ Պապ, այդ Լակոտը շատ անհաջող տիպ էր, ու դժվար էլ այդ կապ չունի։ Ուզում էր աշխարհի տակի ոչնչությունը լիներ։ Դու իրավունք չունեիր իր սպանելու Ռաֆ։ Լավ, ես ում եմ վատություն արել։ Ինչ եմ արել, որ Աստված ինձ սենց պատժում ա քո միջոցով։ Աստորեն արդեն պատիժդ, հա պապ։ Բա գիտես, նման երեխա ունենալը հեշտ ա, Ռաֆ։ Ով կուզենար քո նման երեխա ունենալ, Ռաֆ։ Պապ, ինչ եղավ, պապ։ Ու մի բան լավ իմացի, տղա ջան։ Ես քեզ չեմ ներելու։ Չեմ ներելու, դու ես ինձ սպանելու, Ռաֆ։ Դու ես ինձ սպանելու։ Պապ, խնդրում եմ քեզ սենց մի խոսա։ Առանց էդ ես ինձ վատ եմ զգում, սենց բաներ մի ասա, պապ։ Ես քեզ չեմ ներելու։ Ոնց եմ անելու։ Ոնց եմ անելու, որ համից փրկեմ համ քեզ։ Պապ, ինչ եղավ, պապ։ Պապա, բժիշկ։ Բժիշկ։ Պապ։ Բժիշկ։ Այսինքն ինչ ես ուզում ասել, Սվետա։ Ինչ ես կարծում, հնարավոր է Դավիթին էլ ներքաշեն այս պատմության մեջ։ Այսինքն Դավիթին ինչի պետք է այս պատմության մեջ ներքաշեն։ Ինչ կապ ունի Դավիթը, ինչ որ բան կա, որ ես տեղյակ չեմ։ Սվետա։ Դե հիշում ես Արտակի մեքենայի պատմությունը, որ Դավիթին մեղադրեցին։ Հա, հիշում եմ։ Ես էլ հենց դա եմ ասում, էլի շատ հավանական է, որ Դավիթին էլ ներքաշեն այս պատմության մեջ, ու ակնհայտ է, որ նրանք ունեն կոնֆլիկտ։ Ես չեմ հասկանում։ Չէ, անհնար է։ Նախ հետ այդքան էլ լուրջ պատմություն չէր, ու հետո Դավիթի դեմ ոչ մի ապացույց չկա։ Ինչի պետք է այդ գործը կապեն սպանության հետ։ Դե ես իմ մտքերով կիսում եմ քո հետ։